Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս ողջունում եմ ձեզ, հորդորում եմ, որպեսզի նախաճաշեք, հետո պատրաստեք մեկ գավաթ համեղ սուրճ եւ իհարկե ընթացքը անցկացնեք հենց մեզ հետ։ Սիրելիներս, այսօր առաջարկելու եմ թխուկ, շատ համեղ թխվածք եմ առաջարկելու, կարծում եմ այս եղանակին եւ այս սեզոնին շատ համահունչ, քանի որ արդեն նարինջը առատ է շուկայում, ապա կարելի է պատրաստել նարնջով թխվածք։ Այսօր դա եմ ձեզ առաջարկելու, ինչի համար մեզ անհրաժեշտ է 2 նարինջ, շաքարավազ, ալյուր, ունենք հավկիթ, մի փոքր բուսայուղ ենք ավելացնելու այստեղ, ունենք փխրեցուցիչ, մի փոքր վանիլին եւ այս ամբողջը կդառնա շատ համեղ թխվածք, ասեմ, որ բաղադրիչները շատ հասանելի են, շատ ինչ ոչ մատչելի են եւ շատ քիչ բաղադրիչներ են մեզ պետք այս համեղությունը վայելելու համար։ Էնպես որ սիրելիներս մնացեք մեզ հետ, որպեսզի ընթացքին ծանոթանաք եւ մեզ հետ միասին, եթե ցանկություն կա իհարկե, պատրաստեք այս համեղ թխվածքը։ Խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո կշարունակենք։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ ջան, հուսով եմ մեզ հետ եք, մենք այսօր պատրաստում ենք շատ համեղ թխվածք, ինչի համար մեզ անհրաժեշտ է նարինջ, հիմքը նարինջն է, ինչպես նշեցի, այսօր նարնջով թխուկ ենք պատրաստում թխվածք, նարինջ ունենք 2 նարինջ, օգտագործելու ենք 1.5 նարինջը, ունենք ալյուր, շաքարավազ, հավկիթ, բուսայուղ, վանիլին եւ ունենք իհարկե փխրեցուցիչ, ամենակարևոր թխուկի համար կարևոր բաղադրիչներից մեկը։ Այո։ Եվ ինչ ենք անելու։ Սուրճ ենք պատրաստելու։ Ես ուզում եմ, այո, սուրճը ավելացնել ջրի մեջ։ Մենք արի սուրճով սկսենք մեր խոհանոցային հատվածը։ Լավ։ Հորդորենք հեռուստադիտողի նախաճաշի եւ նախաճաշից հետո միայն սուրճ ըմպի։ Դե ես արդեն խախտել եմ այդ օրենքը եւ առավոտյան արդեն հասցրել եմ սուրճ խմել, բայց դա քիչ էր ինձ, դրա համար հիմա ես Դե ոչինչ։ Հաջորդն եմ ուզում։ Իմիջայլոց ես 3 չէ առաջի օրը հետևեցի մի բժշկի խորհուրդների, որը համեմատության կարգով էսպես հարցում էր կամ չգիտեմ ինչպես ասեմ, խորհուրդներ էր տալիս, որ այնքան էլ ճշմարտությանը համապատասխան չէ, երբ ասում են շատ սուրճ խմելը վնասակար է։ Օրինակ, չգիտեմ, շատ թեյ խմելը վնասակար է։ Պետք է ուղղակի ճիշտ եւ գրագետ մոտենալ։ Օրվա ընթացքում 3 բաժակ սուրճը շատ հանգիստ կարող եք վայելել, ոչ մի վնասակարության հետ կապված խնդիր չկա։ Նույնիսկ ասում են առավել անհրաժեշտ է 3 բաժակ սուրճը, այնպես որ չենք խուսափում սուրճից, բայց իհարկե ամեն բան չափի մեջ։ Ջուր պիտի հետը խմել, որպեսզի ավելի լավ լինի։ Եվ նշեմ, որ սուրճի ընթացքում ոչ թե ավելի լավ է 1 փոքրիկ կտոր շոկոլադ վայելել, այլ 1-2 կտոր բանան։ Սուրճի հետ կարելի է, այո, բանան, որովհետև բանանը իր հատկություններով այսպես համալրում է սուրճը եւ դարձնում է շատ ճիշտ համադրություն։ Այնպես որ կարելի է նաև այդ տարբերակը փորձել։ Եվ իհարկե վայելենք օրվա սուրճը։ Խնդրեմ համեցեք։ Շնորհակալ եմ Ադրինե ջան։ Սա ինձ։ Այո։ Սա կարող ենք փոխանցել։ Սա ինձ։ Դա էլ քեզ։ Բարի։ Հաջորդը։ Հաջորդն էլ։ Մեր Տիգրանը աչքերը լայն բացած նայում է վրաս, թե հաջորդումն է։ Տիգրան ջան։ Սա էլ քեզ։ Իհարկե հաջորդն է ինձ։ Բայց մի քիչ էլ ավելացրել Ադրինե, ես որ սուրճը լիքն ալինը։ Շատ բարի, շատ բարի։ Ահա։ Երբ ես ուղակի մանկությունից է դա եկել, երբ մայրս շատ առատ լցում էր սուրճը, հայրս միշտ վիճում էր, ասում էր, «Էս պարտք եք տալիս, ինչու եք այսքան շատ լցում»։ Այո, նման արտահայտություն։ Նման արտահայտություն կար, դրա համար հայկական ավանդական ձևով ավելացնես։ Բոլ կմատուցենք սուրճ։ Շատ լավ։ Ինչ ենք անում։ Ինչ ենք անում, անցանք առաջ։ Սիրելիներս, նարինջ ընտրելիս ընտրեք բարակ կեղևով նարինջ, որպեսզի ավելի ճիշտ լինի։ Մենակ միայն գլխիկները, այսինքն այս 2 հատվածը կհեռացնենք։ Լավ, ես սա տամ Տիգրան ջան։ Սա քեզ։ Այ այսպես։ Շատ լավ կլինի, որպեսզի հյութեղ նարինջներ լինեն։ Այո։
Այսպես բարակ կտրենք, որովհետև այն կճեպը պետք թողնում է, ենք։ այո, կեղևը թողնում ենք, այն պետք է դեռ հարիչով հարենք, բլենդ անենք, այսպես ասած, որպեսզի ամբողջությամբ ձուլվի մեր թխվածքի մեջ։ Ես երեք աչքովս ընկավ մի շատ հետաքրքիր մրգի հետ կապված ինֆորմացիա, որը ես շատ եմ սիրում, որտեղ յուրահատուկ համ ունի, կանաչ գույնի փոքրիկ ներողություն արտահայտությանս համար ֆենխուա է կոչվում, այո, եւ շատ համեղ է, այնպես որ ես իմացա, որ նա պետք է ուտել կեղևով, եթե հնարավոր է, որտեղ եթե բարակ է եւ թարմ է, կեղևը շատ բարակ է լինում եւ այնպես կեղևով պետք է ուտել եւ վիտամին C-ի մեծ պաշար ունի, լավացնում է մաշկը, իմունիտետը բարձրացնում է, թարմ զգացողություն է տալիս եւ օրգանիզմը ավելի պայծառ է զգում։ Այո, շատ օգտակար։ Ես կարծում եմ բնության մեջ որևէ բան, որ ստեղծվել է, դա օգտակար է, ինչպես միշտ նշենք, ամեն բան չափի մեջ, բայց բնականաբար պետք է որ վիտամիններով հարուստ լինի եւ այդ մրգի մուրաբան էլ շատ համեղ է, հրաշալի համ ունի, այնպես որ կարող եք սեզոնային վայելել։ Պարբերաբար նաեւ Իջևանի գինու գործարանը ներկայացնում է կոմպոտները, որը նաեւ ունի հենց այդ մրգով պատրաստված տեսականի, որը էլի շատ կարեւոր եւ համեղ է։ Այնպես որ փորձեք նաեւ նմանատիպ եւ իհարկե առողջ ապրեք, սա շատ կարեւոր է։ Ինչ ենք անում հիմա Ադրինե, հարում ենք դա, թե թողնում ենք։ Այո, սա պետք է հարենք։ Ջղայնանա մի քիչ ներվայնանա, ինքն իրեն սոկը դուրս տա։ Ոչ, սա կհարենք, վրան ավելացնելով ուրեմն, արի սկսենք հավկիթից, 3 հավկիթ։ Այսպես։ Նարինջների վրա նարինջով ձվածեղ ենք սարքում այսօր։ Պատկերացնում եք այսպիսի բան։ Չէ։ Կարելի է հարել հետո ավելացնել, բայց ես ուզում եմ ժամանակը շահել եւ միանգամից ցույց տալ հեռուստադիտողին, թե ինչ process է կատարվում։ Ինչ է գալու մեր գլխին։ Այո, մոտավորապես ավելացնենք վանիլինը, ավելացնենք 200 գրամ շաքարավազ, ես արդեն կշռել եւ առանձնացրել եմ։ Ահա, այսպես։ Այստեղ ավելացնենք բուսայուղ։ Ահա, խնդրեմ։ Այ հիմա նոր կհարենք, իսկ փխրեցուցիչը, որը օգտագործելու եմ բավականին առատ 300 գրամ ալյուրի մեջ, ես այսպես լավ առատ համարյա 1.5 թեյի գտալ, կօգտագործեմ փխրեցուցիչ։ Որ փխրուն լինի ամեն։ Այո, փխրուն լինի, կարելի է մի աննշան նաև աղ ավելացնել։ Կարի ավելացնել սև բիբար, Ադրինեի սիրելի համեմում։ Այս պարագայում ոչ, այստեղ շատ համահունչ կլինի դարչինը, կարելի է դարչին ավելացնել։ Ահա, սա քիչ ավելի ուշ կավելացնենք, այս ընթացքում կհարենք մեզ հարիչ է անհրաժեշտ, ահա, այս հարիչով շատ հարիր ձևով կհարենք, որպեսզի ստանանք արդեն զանգվածը, համապատասխան զանգվածը, որի մեջ պետք է ավելացնենք բնականաբար ալյուրը։ Փորձեմ շատ էսպես զգուշ, այո, մի փոքր դժվար process է, բայց ամեն դեպքում Մինչ Ադրինեն հարում է, ես ուղղակի հիշեցնեմ, որ այս օրերին մայրաքաղաքը լի է մշակութային հաճելի իրադարձություններով։ Պես որ դուք կարող եք գտնել ձեզ համար ամենահետաքրքիրն ու կարևորը։ Իդեպ մեր հյուրերը վերջին շրջանում նաև տաղավարից հորդորում են ներկայանալ ու գնալ այդպիսի գեղեցիկ հաճելի հումորային հագեցած ներկայացումների եւ բնականաբար վայելել։ Այնպես որ իրադարձությունները մշակութային շատ են։ Վերջերս նաեւ Արամ Սահակյանը ֆարս մաժորը, հա, էլի։ Այդպես բավականին մեծ աղմուկ հանեց եւ բոլորին հետաքրություն կա։ Իդեպ ասեմ արխիվում կան ներկայացումներ եւ շատ ու շատ հետաքրքիր նաեւ էլի ներկայացումներ։ Ահա, եւ քանի որ հիմա Ադրինեն սպասում է, որպեսզի ես լռեմ, որ ինքը հարի։ Ես չեմ ուզում զրույցը խանգարել։ Մենք կունենանք կարճ դադար, որի ընթացքում ամբողջ թիմով շատ հոգատար կհարենք այս զանգվածը, հետո արդեն կվերադառնանք եթեր։ Եվ այսպես սիրելիներս շարունակում ենք մեր այսօրվա թխուկի պատրաստումը, եւս մեկ անգամ կրկնեմ, թե մինչ այս պահը ինչ արեցինք, ունեինք 2 նարինջ, 1.5 նարինջը օգտագործեցինք, ուրեմն ավելացնելով այնտեղ 200 գրամ շաքարավազ, 1 սուրճի գավաթ համարյա բուսայուղ, 3 հավկիթ, փխրեցուցիչը ալյուրի մեջ է, մի փոքր վանիլին եւ իհարկե հարիչի օգնությամբ հարեցինք։ Հիմա պետք է ավելացնենք ալյուրը, ինձ բահիկ է պետք, այսպես, կամաց ավելացնենք եւ խառնենք։
Ընդհանրապես փորձենք խմորը ալյուրը երբ ավելացնում ենք, խառնենք ներքևից վերև, այսպիսի ուրեմն շարժումներով, որպիսի խմորը ստացվի ավելի թեթև։ Ահա։ Ալյուրն էլ անպայման մինչ կշռելը, մինչ չափելը, ուրեմն պետք է մաղով անցկացնել։ Ես ամեն բան արդեն նախապես եմ պատրաստել, այսպես իհարկե այս մանրուքների մասին խոսելը երևի թե ավելորդ է, դուք բոլորդ էլ գիտեք այդ ամենը, պարզապես այսպես հիշեցում։ Նորից փորձենք ներքևից վերև խառնել։ Կարելի է նաև հարիչի օգնությամբ խառնել, բայց սովորաբար ասում են ավելի լավ է բահի կամ գդալի ուրեմն օգնությամբ, որպեսզի ավելի թեթև եւ ավելի այսպես փխրուն խմոր ստացվի։ Ահա, բավականին զանգվածը պինդ է ստացվում, հենց այսպես էլ պետք է։ Եվ իմիջիալոց նշեմ, որ ամենավերջում, երբ թխվածքը թխվի, ջեռոցից հանենք, մենք պետք է թխուկի վրա լցնենք այս մյուս նարնջի հյութը, այսինքն ես կքամեմ այն եւ ամբողջությամբ հյութը կլցնեմ թխուկի վրա։ Այո, պատրաստ է մեր շատ համեղ եւ գեղեցիկ խմորը։ Ինձ միայն մնում է լցնել այն տարայի մեջ։ Փորձեմ ավելի այսպես մանրամասը խառնել, որպեսզի գնդեր եւ ավելորդ ոչ հարմար ուրեմն ալյուրի գնդիկներ չմնան այստեղ։ Ահա, այսպես, կարծես թե լավ է։ Ահա, թողնենք մի կողմի վրա։ Պատրաստենք ամանը։ Ժամանակն է լցնելու, հա, այդ ամենը արդեն, որովհետև լցնելու։ մինչ դադարը մենք քիչ ժամանակ ունենք։ Ինչ ենք անում հիմա, Ադրինա։ Հիմա ամանը յուղապատում ենք բնականաբար, մի փոքր առատ յուղանեմ, որպեսզի Ինչով քեզ օգնեմ։ Համարյա թե ամեն բան արված է։ Սուրճը շատ համեղ էր իմիջիալոց, շնորհակալություն։ Անուշ լինի, ես ուրախ եմ։ Հաջորդը կուղարկենք մեր Հայկին ռեժիսոր, որը Բարի։ Հայկ ջան, էս քոնն է։ Այսպես, սիրելիներս աշխատենք ամբողջությամբ, պատերը ամանի նաև յուղապատենք, որպեսզի չկպչի մեր։ Այս մի կտորը որ թողել ես վերջում զարդարելու համար։ Վերջում պետք է հյութը քամենք եւ լցնենք մեր կեքսի վրա, այսպես ասած։ Այստեղ կարելի է նաև մի փոքր Սուրեն ջան օգնես ինձ։ Դες օգնությանս կարիքը Այո, այո։ Մի փոքր էլ ալյուրով փորձենք, այո, շաղախել։ Այսպես տարածենք, որպեսզի իսկապես չկպչի մեր բոլոր ձևերը գիտի Ադրինեն։ Եվ այսպես գնացինք առաջ։ Սա կոչվում է կեքս։ Այո, սա կեքս է, նարնջով կեքս, շատ համեղ է, սեզոնին շատ համահունչ, կարծում եմ, եւ ամանորյա օրերին էլ կարծում եմ շատ տեղին կլինի այսպիսի համեղ թխուկներ պատրաստել եւ տաք թեյով նստել հեռուստացույցի առջև մի լավ ֆիլմ դիտել եւ իհարկե վայելել այս թխուկը։ Այո, լավ ֆիլմեր շատ կան արդեն իսկ համացանցում, բայց որ ուշադիր եղեք, իդեպ նրանք ովքեր սիրում են Իգրա Պրիստոլովը եւ իհարկե որը 2 տարի առաջ դուրս եկավ Դոմ Դրակոնը, եթե հետևում եք, ասեմ, որ նոր եթերաշրջանը հաջորդ տարի արդեն հասանելի է դառնալու HBO-ում եւ նկարահանումները շարունակվում են եւ շատ շուտով նաեւ կլինի պրեմիերան երկար սպասված Դիավոլ նոսիտ Պրադա ֆիլմի երկրորդ մասը։ Այո, ես անհամբեր սպասում եմ, Մեryl Streep-ի եւ Գեղեցկուհու մյուս կատարմամբ նկարահանումներն արդեն ավարտվել են, մոնտաժային աշխատանքները համարյա թե ավարտվել են եւ արդեն նույնիսկ պրեմիերայի օրը նշանակված, այնպես որ ուշադիր լինենք, հետևենք։ Իսկ ներկա ընթացող ֆիլմերից առաջարկում եմ դիտել Ֆրանկենշտեյնը, որին վերջին դիտած ամենահետաքրքիր ֆիլմերից մեկն էր։ Եվ իհարկե բացահայտեք ձեզ համար եւս մեկ արվեստի գլուխգործոց, որը նկարել են իրոք պրոֆեսիոնալ մարդիկ ու շատ հետաքրքիր են նկարել։
Դե ինչ ենք անում։ Շատ հետաքրքիր է, չգիտեմ ժամանակ ունենք թե չէ, Իգրա Պրեստոլը, որ ասացիր, ես վերջերս վիդեոն այսպես տեսա, որ չիտկայի ժամանակ, սցենարը կարդալու ժամանակ ոնց էին հուզվել դերասանները, այո, վերջը, ոնց որ սցենարի վերջն էին կարդում, ավարտն էին կարդում։ Ինչ ենք անում, սա ուղարկում ենք հիմա այնտեղ։ Այո, ես հիմա փորձեմ այսպես մի փոքր ճեղք բացել, որպեսզի երկու բառով ասենք, որտեղ արդեն դաթարի ժամանակն է։ Ամեն ինչ կարքին է։ Ամեն ինչ կարքին է 180 աստիճան, մոտավորապես 40 րոպե։ Դե արդյունքը կտեսնենք արդեն ծրագրի վերջում, այս պայն կարճ դաթար մեր եթերում, հետո կվերադառնանք։ Սիրելի հեռուստադիտողներ, փորձենք մատուցել արդեն մեր այս համեղ նարնջով թխուկը, ինչ ենք անում, արդեն պատրաստ է այն, փայտիկի օգնությամբ մի քանի անցք ենք բացում, սիրելիներս, եւ վրան լցնում ենք այն կես նարնջի հյութը, այսպես, ահա, թող թաթախվի, բայց այս ընթացքում նաև փորձենք այն տեղափոխել, տեղափոխել տախտակի վրա, այսպես, վրան ցանել մի փոքր շաքարի փոշի, անկախ նրանից, որ այն տաք է, բայց քաղցրություն կհաղորդի եւ շատ համեղ կստացվի մեր օրվա թխուկը։ Ահա այսպիսին էր այսօրվա առաջարկը, սիրելիներս, փորձենք նաև կտրել, տեսնենք, թե ներսում ինչ է կատարվում, ահա այսպես, տեսեք որքան գեղեցիկ է եւ հաճելի։ Վայելեք, ձեզ բարի ախորժակ, կհանդիպենք։